մենք հենց ինքնաթիռից դուրս եկանք, դրան մոտեցան ոստիկանական համազգեստով մարդիկ, ներկայացան, ասացին, քանի որ ձեր մասով կա դատապարտման որոշում, ձեզ պետք է ուղեկցենք բաժին, այնտեղից է կա բանտ։ Ինքը ժպտաց, ասաց, ես հենց սենց էլ պատկերացնում էի ու գնաց հետները, երբ որ գալիս էինք, ես ասացի, որ եթե քեզ կալանավորելու են ու կարևոր կլինի, որ կհարցնեն անպայման ինչ կուզենաս ասես դու մարդկանց, ինքը ասեց, որ ես գնում եմ մինչև վերջ, ես գիտեի ի սկզբանե, որ երբ որ ընդունում էի առաջարկը վարչապետի թեկնածության, գիտեի ինչա լինելու, ինչա սպասվելու եւ նույն ձև ասեց, որ նույնն էլ ակնկալում եմ այն մարդկանցից, ովքեր իմ կողքին են, մենք միասին այս ճանապարհը պետք է անցնենք, ասենց ասեց։ Սա մեծ հաշվով մյուս կողմից նաեւ թույլ տվեք կոշտ ձևակերպել, որտեղ այդպիսի կարծիք կար նաեւ։ Այս ծանր իրավիճակում չէր ստացվում, որ պատասխանատվությունից գնաց Դավիթ Համբարձումյանը։ Դավիթ Համբարձումյանը կարծես միշտ կռվող տեսակ է եղել, բայց այս դեպքում ոչ թե մնաց կռվելու, այլ գնաց բանտից հնարավոր չէ սահմանափակված է։ Սուզի ջան, ես հասկանում եմ քո հարցը, բայց սենց ասեմ, ինքը իր այս քայլով իմ համար ապշեցուցիչ խիզախ քայլով ինքնական եկավ գնաց բանտ, իր այդ քայլով ինքը կոտրում է այն շղթան, որը այս իշխանությունը սկսել է այս ձերբակալությունների, սրբազանների, բարերարների, ձերբակալությունների կալանքների շարքը կոտրում է, ցույց տալով, որ ինքը չի վախենում, ցույց տալով, որ Հայաստանում կան մարդիկ, կան տղամարդիկ, ովքեր չեն վախենում ոչ բանտարկությունից, ոչ ինչ-որ բանից, եւ իրանց խոսքը ուղիղ ասում են առանց վախենալու, եւ եթե հարցը բանտն է, ինքը եկավ եւ վարարեց։ Դե, ասենց ասեմ ձեզ, ինքը հիմա կարող լիներ ինչ-որ մի հատ արևադարձային երկրում հանգստանալուց, ես տեսել եմ Մոսկվայի հայ համայնքը տեսել եմ ոնց է իրան, ինչ մեծ շուկով է իրան ընդունում, ոնց են իրան այնտեղ մեծարում, ոնց են այնտեղ Մոսկվայի ժողովուրդը համոզում, որ ինքը մնա, ես այդ սաղ տեսել եմ, իմ աչքի առաջ է դա եղել։ Բոլորին սկզբում քաղաքավարի, հետո կոպիտ պատասխանում էր, ասում էր, ես հայրենիքիցս բացի ուրիշ գնալու տեղ չունեմ։ Եթե այս իմ հայրենիքում իմ տեղը բանտն է, ես կգնամ բանտում կնստեմ։ Դուք եք նախաձեռնել։ Սուզի ջան, ոնց որ ինձ ես մեղադրում արդեն տենց եմ որ Իմպիչմենտի գործընթացը դուք պատկերացնում եք, ինքը մնում է իմպիչմենտի թեկնածու մինչև վճռի ուժի մեջ մտնելը երկու ածան դեռ կա բողոքարկման համար, ոչինչ չի փոխվել։ Ես նոր եմ եկել իր հետ միասին մի հատ հեսա քաղաքական կոնսուլտացիաներով նորից կանցնեմ, համարը 100% վստահ եմ, որ ոչ մեկի մոտ ոչ մի բան չի փոխել, ավելի են մոտիվացվել մարդիկ եւ այս սրանից հետո, եթե որևիցե ընդդիմադիրի բերանից ես կլսեմ, որ իմպիչմենտը անլուրջ գործընթաց, այս քայլից հետո, այդ ընդդիմադիրին ես խոստանում եմ հրապարակային ապտակել։ Ավելի լուրջ բան, քան Դավիթ Համբարձումյանի քայլը, ես ուղղակի վերջի 7 տարում այս քաղաքական դաշտում չեմ տեսել։ Պարոն Մարիյան, իսկ ինչ եք կարծում, եթե իմպիչմենտի գործընթացում ներգրավվածություն չունենար Դավիթ Համբարձումյանը, վճիռը այլ կլիներ, թե ամեն դեպքում այս ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնեն տրամաբանության մեջ կլիներ այս վճիռը։ Այդ տրամաբանությունն էլ կա, ես մեր հարցազրույցում էլ եմ քննարկել, իրեն նույնիսկ Ժորժ ջան, դուք տեղյակ չեք, իրեն առաջարկել են արագացված դատաքննության գնալ, այդ ժամանակ պատիժը կլներ 4 տարի, ինքը համաներումով դուրս կգար, այդ մարդը առաջինը հրաժարվել է արագացված դատավարությունից, ինքնական իրա վրա վերցրել է սռոք, այսինքն ինքը չի ընդունել իր մեղքը, մինչև հիմա Ալեն Սիմոնյանը չի հրապարակել տեսանյութ, որտեղ Դավիթ Համբարձումյանը մարդաց էծում փողոցում, չկա տենց տեսանյութ, հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Դավիթ Համբարձումյանը մեկին ասում է, խնդրում եմ մի գնա, իմ կարծիքով հələ դժը մեղմ է խնդրում, եթե մենք այս տարիների հերվից հետնայինք, կարելի էր այդ մարդուն մի հատ էլ Շուտ բշտելով պրոստը ապտակի մասին չեմ ուզում երկրորդ անգամ կրկնեմ։ Ընդ այս իշխանությունների արարքների մեջ չկա տրամաբանություն։ Իմ կարծիքով իմպիչմենտի թեկնածու լինելու հանգամանքը մեծապես ազդել է։ Իրանք, տեսա նայում եք երևի ոստիկանական այս կուռ շարքերը։ Չեմ կարծում, որ իրանք որ ներկայացնում են, որ իմպիչմենտը տենց իրանց համար շատ թեթև բան է, ես չեմ կարծում դա տենց է, ընդհանրապես իրանց գլխի շուրջ սև մութ ամպեր են շատ կուտակվում, ես դες վստահ ասում եմ Դավիթ Համբարձումյանը իր այս քայլով
ավելի ակսելերացրեց այս ամբողջ գործընթացը։ Ինքնական քայլ արեց դեպի Իտալիայում Հռոմում կա Ալտարը դի Պատրիը, հայրենիքի զոհասեղան, այսպես հասկացողություն կա, կենտրոնում այն գտնվում։ Այդ դեպի այդտեղ գնաց։